Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ և մեր ալիքի հարգելի հետևորդներ։ Նախքան այսօրվա հուզիչ պատմությանն անցնելը, խնդրում եմ ձեզ, մեկնաբանություններում գրեք, թե աշխարհի որ ծայրից եք մեզ հետևում։ Մեզ համար շատ կարևոր է զգալ մեր միասնականությունն ու կապը։ Նաև չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և սեղմել զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ տեսանյութերը։ Ձեր աջակցությունն օգնում է մեզ շարունակել ներկայացնել պատմություններ, որոնք միավորում են մեր սրտերը։ Երբեմն ամենամեծ հեռավորությունը մարդկանց միջև ոչ թե կիլոմետրերն են, այլ չասված բառերն ու հպարտությունը։ Սա մի հայ ընտանիքի պատմություն է, որտեղ սերը հաղթեց լռությանը, պատմություն, որը կստիպի ձեզ զանգել ձեր հարազատներին։ Երևանյան սովորական մի երեկո էր։ Կենտրոնի հին շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանից երևում էր Անահիտի մտահոգ դեմքը։ Նա արդեն 30 տարի նույն սիրով ու հոգատարությամբ խնամում էր իրենց տունը, իրենց օջախը։ Բայց այդ օջախում վերջին 2 տարիներին կրակը կարծես թե միայն այրում էր, բայց չէր ջերմացնում։ Տանտերը, Արամը, խիստ, աշխատասեր և ավանդապաշտ մարդ էր։ Նրա համար ընտանիքի պատիվն ու խոսքը ամեն ինչից վեր էին։ Իսկ սեղանի մյուս կողմում նրանց միակ որդին էր՝ Վիգենը։ Վիգենը նոր սերնդի ներկայացուցիչ էր, ազատատենչ, նկարիչ, ով տեսնում էր աշխարհը գույներով, որոնք Արամի համար անհասկանալի էին։ Ամեն ինչ սկսվեց այն օրվանից, երբ Վիգենը հրաժարվեց շարունակել հոր հիմնած գործը։ Արամը երազում էր, որ որդին կդառնա իր արհեստանոցի տերը, բայց Վիգեն ընտրեց իր ուղին։ «Արվեստով տուն չես պահի, Վիգեն», հաճախ էր կրկնում Արամը, ձայնը բարձրացնելով։ «Մեր տոհմում բոլորը քարի հետ են աշխատել, իսկ դու թղթի վրա ինչ-որ գծեր ես քաշում»։ Վիգենը լռում էր, բայց այդ լռությունը ոչ թե համաձայնություն էր, այլ կուտակված ցավ։ Մի երեկո հերթական վեճի ժամանակ Արամը դառնությամբ ասաց. «Եթե դու չես հարգում իմ աշխատանքը, ուրեմն այս տանն անելու ոչինչ չունես»։ Այդ օրվանից Վիգենը հեռացավ։ Նա չգնաց ուրիշ քաղաք, նա պարզապես տեղափոխվեց Վարձով բնակարան, Երևանի մյուս ծայրում, բայց այդ մի քանի կիլոմետրը դարձավ անհաղթահարելի անդունդ։ Անցան ամիսներ, հետո տարիներ։ Անահիտը դարձել էր կամուրջ 2 ափերի միջև։ Նա թաքուն զանգում էր որդուն, լաց լինում հեռախոսով, հետո սրբում աչքերը, որ Արամը չտեսնի։ Արամը դարձել էր ավելի լուռ, ավելի կոպիտ, բայց նրա աչքերում կարոտն էր բնակություն հաստատել։ Ամեն անգամ, երբ դուռը զնգում էր, նա ակամա ուղղում էր մեջքը, սպասելով, որ որդին կմտնի ներս։ Բայց հպարտությունը թույլ չէր տալիս առաջինը քայլ անել։ Տանը տիրում էր տոնական լռություն։ Նույնիսկ ամանորին սեղանը լիքն էր, բայց սիրտը դատարկ։ Վիգենի աթոռը միշտ թափուր էր մնում։ Արամը նայում էր այդ աթոռին ու ավելի ամուր սեղմում ատամները։ Մի ձմեռային օր Անահիտը հիվանդացավ։ Ոչ թե սովորական հարբուխով, այլ հոգնածությունից ու սրտի ցավից։ Նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Հիվանդանոցի սառը միջանցքում Արամը նստած էր գլխի կոր։ Նա հասկացավ, որ իր ամբողջ աշխարհը կարող է փլվել մի վայրկյանում։ Այդ պահին միջանցքի վերջից լսվեցին արագ քայլերի ձայներ։ Դա Վիգենն էր։ Նա վազելով եկավ, տեսավ հորը, ծերացած, կոտերված ու միայնակ։ Արամը բարձրացրեց գլուխը։ Նրանք նայեցին իրար։ Ոչ մի բառ չկար, ոչ մի մեղադրանք։ Վիգենը նստեց հոր կողքին և պարզապես բռնեց նրա կոշտացած ձեռքը։ Արամի կողորթում մի գունդ կանգնեց։ Նա առաջին անգամ կյանքում չզսպեց արցունքները։ «Վիգեն, տղաս», հազիվ շշնջաց նա։ «Ես այստեղ եմ, հայրիկ, ես քեզ հետ եմ», պատասխանեց որդին։ Մեկ ամիս անց Անահիտն արդեն տանն էր։ Նա նստած էր իր սիրելի բազկաթոռին և ժպիտով հետևում էր, թե ինչպես են Արամն ու Վիգենը պատշգամբում ինչ-որ բան քննարկում։ Ոչ, Վիգենը չէր դարձել քարտաշ, իսկ Արամը չէր դարձել նկարիչ, բայց նրանք սովորել էին լսել միմյանց։ Արամը մտավ սենյակ, ձեռքին մի հին լուսանկար։ «Անահիտ, տես, Վիգենը խոստացավ մեր տոհմական նկարը նորից նկարել, յուղաներկով։ Ասում է, մեր ընտանիքի գույները պետք է հավերժ մնան»։ Այդ երեկո ընթրիքը վերջապես ավարտվեց։ Սեղանի շուրջ հնչում էր ծիծաղը, իսկ օջախի ջերմությունը վերջապես իսկական էր։ Մարդիկ երբեմն պետք է կորցնեն ամեն ինչ, որպեսզի հասկանան,
Ամենակարևորը ոչ թե ճիշտ լինելն է, այլ սիրելիների կողքին լինելը։